Մինչև տուն հասնելը ասիմ երկու բառ ասեմ, առիթից օգտվելով ամսի 10-ին, ապրիլի 10-ին Grand Stage-ում խաղում եմ Տարինց քեզ հետ ներկայացումը, որը դոկումենտալ տրագիկոմեդիա է, երկու անգամ խաղացել եմ արդեն Հայաստանում, Լոս Անջելեսում, այնուհետև հետո Հայաստանում կխաղամ իհարկե։ Տոմսի էթիկետ միկետում է եւ ամսի 15-ին էլ ապրիլի 9-ին Լաս Վեգասում եմ խաղալու եմ Սիրոժիկ, էլի Տոմսի էթիկետ միկետում է։ Նաեւ էսել donation-ի, այսպես ասած, link-ն է, որը որ սիրելիներս կարող եք աջակցել, որպեսզի սարքեմ Սարի թատրոնս, որը քանդվել է ձենից։ Իսկ հիմա հասնենք գործի։ Հա, ու իհարկե like դրեք, գիտեք, YouTube-ի բոլոր բաները օգտագործեք, հա, գործիքները, որպեսզի շատ նայեն։ Պատերազմից հետո ես օփ կներեք, սիգնալին կփոխեցայինք սիգնալ։ Պատերազմից հետո ես երբեք չեմ գնացել Վրաստան, չեմ գնացել Թիֆլիս։ Ամոթի զգացում ունեմ, միշտ ամաչել եմ պատերազմից հետո, չգիտեմ, ճիշտ եմ անում, որ ձեզ հետ կիսվում եմ այդ թեմայով թե չէ, մի փոքր անձնական է, բայց ուզում եմ իմանալ, որ այո, ամաչում եմ, մոտարապես դենց ոնց որ գիտեք, հիմա մի հատ օրինակ բերեմ ձեզ, երևի թե ավելի շատ կհասկանաք, ասենք պատկերացրեք դուք երիտասարդ եք, ասենք ձեր հայրը պարզվում է, որ կամ մայրը լավ ավելի տենց կոշտ ասեմ, մարմնավաճառությամբ զբաղվում, դուք կասկածում եք դրա մասին, բայց չէիք ասում, բայց հետո ձեր հարևանը գալիս է ու ասում է, որ տեսար, ես в общем մամայից հետ վարակվեցի, սիֆիլիս եմ վարակվել։ Եվ դու գետինն ես մտնում, կասկածներդ ավելի առարկայանում են, հասկանում ես, տունը սկանդալ բան իհարկե երևի, բայց աշխատում ես տնից դուրս չգաս, որովհետև այդ բարձրահարկ շենքում բոլորը դրա մասին գիտեն, որ ձեր ընտանիքում այդպիսի բան է եղել եւ դու չես կարող ապրել հաշտվել դրա հետ, սարսափելի։ Այդ կեղտոտ օրինակը վերեցի, որպեսզի հասկանաք ես ինչ եմ զգում։ Երբ որ իմ երկիրը այս վիճակում է, ավելի շատ այդ զգացողությունը եղավ այն ժամանակ, երբ որ երեք այսօր բացեցի Facebook-ը եւ տեսա, որ Վրաստանի հոգեվոր առաջնորդը Իլյան մահացել է եւ Վրաստանում աննախադեպ թաղում է կատարվել, ոչ մի կուսակցական առաջնորդ, ոչ մի կուսակցություն, ոչ մի ինչ որ տենց երկրի ներքին խռովություն այդքան քանակի մարդ չի հանել դուրս, ինչքան այդ հոգեվոր առաջնորդի հողավորումը եւ եկել էին ամբողջ աշխարհից իհարկե հոգեվոր առաջնորդներ, կարևոր չի մուսուլման են նրանք, կամ ինչ են, մուհույն են, առաքելական են, չգիտեմ ինչական են, գիտեք որ միլիոն տեսակի կա։ Բայց մեր հոգեվոր առաջնորդը չկար մի պարզ կենցաղային պատճառով, որտեղ վրեն կա քրեական հետապնդում ըստ երևույթին եւ իրավունք չունի երկից դուրս գալու։ Գիտեք, հոգեվոր առաջնորդ եւ քրեական հետապնդում դա նույնն է, որ ասենք, չգիտեմ ոնց կարաս մեկը մյուսի հետ համեմատես, ասես ես չեմ կարող օրինակ էլ չի գլխիս մեջ ֆռում, որ ես օրինակ բերեմ, թե դա ինչ բան է, ասենք մարդու համար, մի երկրի քաղաքացու համար, ում հոգեվոր առաջնորդը քրեական հետապնդվում է։ Դրան դեռ կվերադառնանք, իսկ հիմա խոսեմ նրա մասին, թե իսկ ինչու է, ասենք, տենց մեծ թաղում, ինչի համար են տենց սգում ժողովուրդը իրենց հոգեվոր առաջնորդի մահվան կապակցությամբ, որովհետև ինքը ամեն վարքյանին եղել է ժողովրդի կողքին, ամեն վարքյանին, երբ որ ներքին խռովություններ էին, ժողովրդի կողքին էր եւ հորդորում էր խաղաղության, բացում էր եկեղեցու դռները, որ մարդիկ պատը սպարվեն այնտեղ, այն ժամանակ, երբ որ ռուսական զորքերը մտնում էին Վրաստան, հարյուրավոր եկեղեցիներ վերականգնել եւ հազարավոր մարդկանց
վրացի որդիների կնքահայրան օգնել հազարավոր մարդկանց մի խոսքով այդտեն մարդնա որ միշտ արտասահմանից էլ ամենտեղից էլ գալիս էին մոտը խորհրդակցության որը որ քաղաքականության մեջ ահագին այսպես ինչ որ կշիռա ունեցել հասարակության մեջ կշիռա ունեցել կրթական համակարգում կշիռա ունեցել ամենտեղ եւ ժողովուրդը հիմա ոչ թե Վրաստանում սիմվոլ է թաղում, որը որ սիմվոլ է մահացավ, դե հա թաղում է, չէ, ինքը թաղում է մարդ, որը որ ուներ իշխանություն, հոգևոր իշխանություն եւ իրենց կողքին էր, իրենց ամենաօրհասական պահերին եւ դրա համար է որ երիտասարդները, ինչքան երիտասարդ կա դուրսը հիմա Վրաստանում, որոնք որ ուղակի սքում են, լացում են, որ այդ մարդը մահացավ, իրենք անտեր են մնացել, բայց ժամանակավոր իհարկե վրաց եկեղեցին շատ շուտ կվերականգնվի, իհարկե կընտրեն մի նոր հոգևոր առաջնորդ եւ ելին գնան առաջ։ Շատ եմ ցավում, որ մեզ մոտ դյուզն անգամ նման չի սիտուացիան, էլի ասենք, հոգևոր առաջնորդը բանի տակ է, քրեական հետապնդման տակ է, ինչի համար չգիտեմ էլ, ես ինչ մի եշություն արել եմ, չգիտեմ, կարևոր չի։ Եվ միգուցե դա այն բանի հետևանք է, որ սովետի ժամանակ մեր իսկական հոգևոր առաջնորդներին, ասենք կաթողիկոսին պրովոդով են խեղդել, այն մնացածին, ասենք, քշում էին բանդ, տանում էին, ասենք, սպանում էին, բան առնում էին, փչացնում էին։ Միգուցե մեզ ավելի շատ են փչացրել Ստալինի ժամանակ, քան վրացիներին, կարող է, չգիտեմ։ Ինչի տենց փչացավ մեր հոգևոր դասը, ինչի այդքան հերվացավ ժողովրդից։ Ինձ ճիշտ հասկացեք, ես հավատացյալ մարդ չեմ, ես աշխարհիկ մարդ եմ, բայց այսպես թե այնպես ինձ վերագրում եմ այդ եկեղեցուն, ասենք, եթե ասենք դու ո՞րն է ձեր եկեղեցին, ասեմ, հայ առաքելական եկեղեցին, հա կաթոլիկ եկեղեցիներ ունենք, բայց մենք քրիստոնյա ենք, էլի սենց։ Միջև ասա առաջինն ենք, երկրորդն ենք, երրորդն ենք, ման ասին զմար դա ասենք ոչ մի կապ չունի, ասենք մսի հերթ չի որ ավելի շուտ ես առնել, դա կայֆական վատ է։ Երևի թե ժամանակին շատ կարևոր է, չգիտեմ։ Այսինքն դա ինձ համար չի, էլի կարևոր է, ինձ համար կարևոր այն էր, որ դու պիտի ունենայիր հոգևոր առաջնորդ։ Իսկ մենք հիմա չունենք ոչինչ, մենք չունենք սիմվոլներ։ Մեր սիմվոլները, ասենք, նույն Արարատ լեռը, որը որ ոչ ոք չէր ընկել ձեր դեվից, ասենք, Արարատ լեռներ, քրիստոնեական սիմվոլ է, թե Նոե բան տեայի չէ, տեից անասուններին հավաք է գնացել է բանա սարքե, ինչ լոդկա է սարքե, գնացել է այդ բանի վրա, այդ սարի վրա, հետո իջել է սա քրիստոնյաների բանը, այդ սարն է, ասենք, գոնե տենց կարա այդ կռուտի տնեիք, բայց չէ, Փաշինյանը կարող է կռուտի տնի մենակ ասենք այս մեր դաշտում, դուրսը չէր կարա բերանները փակել դրանց, ասել ախպեր, ձերքի հետ ռու քաշեք էլի, չունենք, մենք շատ բաներից զրկված ենք ժողովուրդ եւ մենք այսօրվա դրությամբ մենք լրիվ սենց ընկմղված ենք ներքաղաքական զզվելի տենց ինչ որ տենց ճղճիմ ինչ որ պսակվենք բաժանվենք ես նրա սիրասնա ես նրա հորքուրինա դոմփում եսի միջ այդ մակարդակի ժողովուրդ ենք մենք այսօր միգուցե դա է որ ես ամաչում եմ որպես հայ որպես մարդ տնից դուրս գամ ասենք Վրաստան չեմ գնում, որովհետև առաջ գնում ենք Վրաստան, նոր տարի ենք անում, համերգների ենք գնում, ընկերներ ունեմ, բան ունեմ, գոլեգաներ ունեմ, հայ թատրոն կա հանդեմ։ Հիմա չէ, որովհետև պարզվել է, որ իմ ընտանիքում տենց վատ բան է կատարվել եւ ես չափազանց սուր եմ ընդունում այդ ամեն ինչը։ Դե ճիշտ է, գնացել էր ոչ թե կաթողիկոսներ գնացել, այլ մեր նախագահն էր գնացել։ Այն որ Ելիզավետայի դագաղի մոտ սելֆի էր անում, լավանդե սելֆի չէ սարարա, որս սարը, որա խայտարակ ես դու, հոյ աստված ճան ասմա, բանը, կծենք ասմա, բան չգա էլի, ասա մերելների մասն եմ խոսում, բայց դե ջոգում եք ասենք,
Բանի հետ դագաղի մոտ սելֆի աներ, բայց տեսեք ապե ուր է մենք այդպես պետություն ունենք մենք ժողովուրդ։ Մենք այդպես պրեզիդենտ ունենք այսօր։ Մենք այդպես պրեզիդենտ ունենք, մենք բան ունենք, վարչապետ ունենք, որ ասենք մետրոյում կռիվ անում ինչ որ մի հատ աղջկա հետ, որ Արցախից եկել է, ասում չեմ ուզում այդ խոսքը, չէ պետք է խոսես։ Ո՞վ ասում, չի ուզում մի խոսա այդ խես խոսում։ Այս Հայաստանը Պուտին առեք օխել է աշկասում, էսա ձեր հայ եղբայր չի ուզում ինքը այդ Հայաստան, թող գնա Ղարաբաղ, խեք պա է։ Թող գնա Ռուսաստան, թող գնա Ղարաբաղ։ Վատ ազգում այդ մարդը որ տները կորցել է անդերբան, իրանց կարելի է հասկանալ։ Կորցրել են, եկել են, Հայաստան են եկել, կրկներից վրա տեղ ունեք։ Բայց ինչի տիպ վարչապետ հելնի այդ կնգա այդ կռիվանի օրինակ ասենք։ Կնգա այդ ով է կռիվանում։ Դա նորմալ է, կնոջ հետ կռիվանում շատ լուրջ, դες զզվթես։ Բանը մեքսիկացի է, բանը անում, պիկապից իրա հաջատներն է անում, այսպես գարաժում է դասավորում։ Աշխատավոր բարդ է։ Հա։ Դա չանգյա կռիվ անում է, ասում է, էսի ասում է, էսա մեր պետություն, ասում է, չէ, էսա։ Իր ամայլերն է, ինչ ես ասում։ Բաղուր մնաց դեմոկրատիան, թող ինչ ուզում են անեն, խեկն գեդերներից։ Զորով պայր կապել եք, պարավոյին ցեպով կապել եք, ասում եք, չէ պետք է մնաս ստե ապրես, դու պետք է չի ուզում ապե թող գնա։ Հա, բնականաբար ես դեմ չեմ, հա, մեր Հայաստան այս մի կետոր Հայաստանն է, всё, չկա Ղարաբաղ, չկա, կերանք, всё։ Եվ այդ ուտելու մեծ լումա ունեն նաև Ղարաբաղցիները, մեզ հետ միասին։ Դա ուրիշ թեմա է, այդ դրա համար եմ ամաչում, դրա համար եմ գետին եմ մտնում, հասկանում եք։ Էնա, գնաց վերջապես ժողովուրդ ջան, մարդավարի զրույց անենք իրար հետ։ Դրա համար եմ ամաչում, էլի, որ ասենք մենք այդտեղ ենք հիմա, մենք հիմա այդտեղ ենք հասել։ Իսկ վրացիները տեսեք, տենց, իրենք միշտ գիրեք, միշտ ավելի ցիվիլ են եղել, էլի ոնց որ, որովհետև Վրաստանը չի տեսել տենց գաղթ, ջարդ, բան, էլի մեր նման տշած ազգ չի եղել, էլի։ Պատմությունն է, մենք մեղավոր չենք, կամ միգուցե մենք ենք մեղավոր, չգիտեմ, կարևոր չի։ Իրենք մի քիչ ավելի մենք իրենցից շատ սովորելու բան ունենք իրականում։ Ինձ մշակույթից իրենց բանից սովորելու բան ունենք։ Ճիշտ է ժամանակին մենք ենք սովորեցել իրան, մենք ենք կառուցել մեր եկեղեցին, մենք միասին ենք եղել, իրենք մեր կաթողիկոսը եղել է իրանց կաթողիկոսը, սա անցել է ժողովուրդ։ Այդ պատմությունը անցել է։ Այսօրվա դրությամբ անգրագետ, անկենցաղ, անգլուխ ինչ որ սենց գիրեց, որ ասենք գլուխը պոկել էր ասենք մարմնից ու սենց ասենք մենք մնացել ենք սենց մի հատ բան։ Ոչ իշխանությունն է իշխանություն, ոչ եկեղեցին է եկեղեցի։ Եվ գիտեք ինչ, հիմա եթե ինչ որ մեկին մեղադրեսել է սխալ, որովհետև հալավ ով է մեղավոր ժողովուրդ։ Ով է մեղավոր, որ ժամանակին առաջի հանրապետությունը ասենք տենց եղավ ու մեր ամբողջ հոգևոր դասը վերացվեց ասենք սաղին գնդակը արեցին մնաց խաժամուժը այդ խաժամուժը հետո բազմացավ դառավ ինչ որ այսօր ունենք ով է մեղավոր որ սաղ մտավորականությանը կախեցին կեսին կախեցին կեսը փախավ ով է մեղավոր կարելի է բազմաթիվ բաներ կա ոնց որ մեղադրյալներ կան այդ ուղղությամբ, բայց այսօր ունենք այն ինչ որ ունենք եւ մինչեւ մենք մեր դիագնոզը չտանք, մենք չենք բուժվելու։ Եվ ինձ նման մարդիկ ամաչելու են գնալ Վրաստան։ Պարկասու ինձ նման մարդիկ քիչ են։ Քիչ են եւ լավ էլ գնում են, լավ է գալիս են։ Ինչ ասեմ, ցավակցենք վրաց ժողովրդի որ տեսման ա եղել իրանց հետ, որ հոգևոր առաջնորդն են կորցրել եւ էլ ավելի ծնկաչոք ցավակցենք մենք ինքներս մեզ, որ մենք սենց անվոր ու գլուխ կներեք ոսկեղենիկ հայրենիս համար
անբան, սենց ժողովուրդ ենք։ Եվ մի կողմից է գիտեք այդ պատերազմը լյուստրացիա էր ինքներս մեզ համար, թե մենք իրականում ինչ ենք։ Իսկ դա շատ լավ է այդ կողմից, իհարկե։ Շատ լավ է այդ կողմից եւ պետք է հասկանանք, թե գոնե հասկանանք ինչ անենք։ Արժևում ընտրություններն են, շնորհավորում եմ։ Ինչ սրաչ հասկսվելու պատկերացնում եմ ես։ Լավ ժողովուրդ չեմ։ Աջակցեք Սարի թատրոնի կառուցմանը, QR կոդը ձեր էկրանին է, գամ թատրոնը սարքեմ, հավաքվենք, ելի խոսենք, ջանջիգար ելնենք, ինչ ասեմ։ Այդ ծանր թեմաները նաև քննարկենք միասին։ Լավ է։